Փրկչական Սուրբ խաչդ մեզ ապավեն տվեցիր, որ հաղթենք նրանով անօրեն թշնամուն։ Մենք այն ընդունեցինք որպես կնիկ հաստատության քո նշանը։ Սիրելի հավատացյալներ, շարակնոցից, հոգևոր գանձարանից վերցրել եմ այս տողերը այսօրվա տոնին համապատասխան։ Մեր Սուրբ եկեղեցին այսօր տոնակատարում է Սուրբ խաչի երևման տոնը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հարուստ է հոգենորով տոներով, և մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր տոն ունի իր պատգամը և խորհուրդը, և հայ եկեղեցու պատմությունը ինքնին վկայում է և առհասարակ Սուրբ տոների խորհուրդների և մեր հոգիների սնման ու հզորացման մասին է վկայում։ Երբ որ թերթենք եկեղեցու ամենօրյա օրացույցը, պիտի տեսնենք, թե որքան հարուստ է մեր հոգևոր կյանքը իրական և զորավոր արժեքներով։ Եվ սա նորություն չէ, որովհետև 1700 և ավելի տարիներ մեր Սուրբ եկեղեցին շարունակում է հոգևոր սնունդ մատակարարել տալ հայ մարդուն, սլել նրա հոգին տերունական խոսքերով և խրատներով։ Սիրելիներ, այսօրվա մեր հոգևոր սնունդն է երևման Սուրբ խաչի տոնը։ Առաջին հերթին հարկ է նշել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ խաչին նվիրված 4 տոներ ունի՝ խաչվերած, գյուտ խաչի, երևումն Սուրբ խաչի և որ ամենայուրահատուկն է մեզ հայերիս վարագա Սուրբ խաչի տոնը։ Այսօրվա խաչի տոնը իրական պատմական հենք ունի և հիշատակված է պատմության մեջ։ Սուրբ խաչի երևումի, որ տեղի ունեցավ Երուսաղեմ քաղաքում, Գյուրեղ եպիսկոպոսի պատրիարքի և Կոստանդիանոս II կայսեր օրոք 351 թվականին։ Սուրբ Պենտեկոստի գալստյան օրերին, մայիս ամսվա սկզբին, Սուրբ խաչի լուսապայծառ նշանը տարածվեց երկնքով մեկ։ Քրիստոսի խաչելության վայրից Գողգոթայից մինչև Քրիստոսի համբարձման վայրը Բեթանիայի ձիթենյաց լեռը։ Լուսաշող, լուսապայծառ, փայլող խաչը երևաց անխտիր բոլորին։ Այդ շրջանների բնակիչները ականատեսն ու վկան եղան Սուրբ խաչի երևմանը, որի փայլը ավելի պայծառ էր, քան արևի ճառագայթները։ Մարդիկ այս հրաշքը տեսնելով շտապեցին դեպի Աստծո տաճար, խոնարհվեցին Տիրոջ առջև աղոթքով, իրենց ունեցած հավատքը ամրապնդելու նպատակով։ Այս աննախադեպ մեծ հրաշքից խանդավառված մարդկանց մեջ ուրախություն և ցնծություն էր տիրում այդ ժամանակ, ամեն ոք գոհություն էր հայտնում ամենակալ Աստծուն, նրա կատարած աննկարագրելի հրաշալի հայտնության համար։ Այդ օրվա և ժամանակի պատրիարք Գյուրեղը այս հրաշքին ականատես լինելուց հետո հարկ է համարում պաշտոնական նամակ գրել Կոստանդիանոս II կայսրին, ներկայացնելու և նկարագրելու համար տեղի ունեցած հրաշալի Սուրբ խաչի երևումը։ Գյուրեղ եպիսկոպոսը պաշտոնական այս նամակով ցանկացավ համոզել կայսրին, շատ կարևոր է, համոզել կայսրին, որ նա հատկապես հեռու մնա և չպաշտպանի արիոսականներին, աղանդավորներին, որ առաքյալների կողմից հաստատված ուղղափառ եկեղեցու դավանության հակառակորդներն էին, և որ նա կայսրը կրկին հետևի երևման Սուրբ խաչի ճշմարիտ հավատին և ուղղափառ դավանությանը։ Այստեղ մեջբերում ենք Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու պատրիարքի
Պաշտոնական նամակից հետևյալ ուրեմն ուղված այս կայսրին ասում է, որ Աստված քեզ եւ քո թագավորությունը սիրեց եւ օրհնեց, հրաշալի Սուրբ Խաչի երևումով հայտնություն տվեց քեզ, քանի որ Աստվածասեր եւ երջանկահիշատակ հորդ Կոստանդիանոսի ժամանակ Աստծո շնորհով փրկչական Սուրբ Խաչը գտնվեց Երուսաղեմում։ Իսկ քո թագավորության ժամանակ Տեր բարեպաշտ թագավոր, ոչ թե երկրի վրա, այլ երկնքում զարմանալի հրաշքներ տեղի ունեցան, որովհետև մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Աստծո միածին որդու մահվան դեմ տարած հաղթանակի նշանը երանելի Սուրբ Խաչը լուսավոր ճառագայթներով երևաց Երուսաղեմի երկնակամարում։ Այս մեծ հրաշքի շնորհիվ շատերը մկրտվեցին Քրիստոսի անունով, իսկ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմցի պատրիարք այս հրաշքը եկեղեցական տոն դարձրեց եւ մինչեւ այսօր խաչի տոներից մեկն է համարվում եւ հիշատակում։ Երևան Սուրբ Խաչին նվիրված հայ եկեղեցու շարականը հետևյալ տողերն է եւ բնութագրում է երկեցողությամբ հետևյալ ուրեմն նախադասություններով։ Այսօր երկնքից երևաց հաղթական նշանը Տեր եւ ողորմության լույսը ծագեց հեթանոսների վրա։ Երանի թե այսօր Հայաստանում այդ հրաշքը լիներ, անկեղծ եմ ասում։ Այսօր հավաքված բազմությունը տեսավ խաչի լույսը ճառագայթներով զարդարված, Սուրբ Խաչի երևման հետ Քրիստոս Աստված այսօր Երուսաղեմ քաղաքում մեծ փայլ ստացավ։ Աստվածային քո նշանիդ լույսի ծագումով, որպես լուսատու ճառագայթ, շատ մեծ բազմություն ականատես եղան Տեր։ Քրիստոս Աստված ամենահատ խաչից զորությամբ, որ մեզ տվեցիր որպես օգնություն, չարի դեմ պատերազմելու, թշնամու դեմ հաղթանակելու համար։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Պողոս առաքյալի գաղատացիներին ուղված նամակից հետևյալ հատվածը կարդանք։ Քրիստոս մեզ ազատեց օրենքի անեծքից։ Ինքը մեր տեղը անեծքի առարկա դարձավ, որովհետև օրենքի գիրքը մեզ գրում է ասելով. անիծյալ է նա, ով փայտից է կախված։ Քրիստոս խաչին գանվեց, որպեսզի բոլոր ազգերը Աբրահամի խոստացված օրհնության արժանը լինեն Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ մենք նրան հավատալով խոստացված Սուրբ Հոգին ստացանք։ Սիրելիներ, եկեք մի պահ մտածենք Պողոս առաքյալի գրած այս տողերի մասին եւ մի պահ պատկերացնենք այս ածված բառերի իմաստը եւ մի պահ ապրենք այս նախադասությունը եւ մի պահ մոռանանք մեր կյանքում տեղ գտած մտահոգությունները եւ զգանք Քրիստոսի կենարար զորությունը։ Ուրեմն խաչը Քրիստոսի ժամանակ տանջալից եւ ամոթալի մահապատիժ էր, գործիք էր համարվում։ Մեր փրկչի խաչելությունից հետո դարձավ ամբողջ մարդկության Տիրոջ կատարած մեծագույն զոհաբերության խորհրդանիշ։ Այս առումով խաչի բոլոր 4 մասերը փրկություն պարգևեցին աշխարհի բոլոր 4 կողմերում։ Խաչը մարդու կյանքում ճշմարտության եւ արդարության ուղեցույց է, քանի որ խաչով մեզ հայտնվում են Աստծո ոչ միայն սերը, ոչ միայն Աստծո սերը, այլև Աստծո արդարությունը։ Եվ իրապես Քրիստոսի խաչը հենց Քրիստոսի ինչն է, ուսմունքը։ Խաչը, որ համարվում էր անարգանքի նշան, Քրիստոսով խաչը ճշմարիտ կյանքի ուղենիշ դարձավ։ Խաչն այն միակ խորհրդանիշն է, որ մեզ փրկության վահանով զինեց եւ մենք մինչ օրս մեզ համար դարձավ հզոր ապավեն։ Խաչը իր խաչալով հավիտենական կյանք պարգևեց մեզ։
Քրիստոսի Սուրբ Խաչի լուսավոր պատկերը, որ երևաց Երուսաղեմում եւ լուսավորեց այդ օրվա բոլոր հավատացյալների սրտերը, մեզ վստահեցնում է, որ նույն այդ տերունական խաչը ամեն օր եւ ամեն ժամ երևում է մեր սրտերում եւ մեր հոգիներում։ Տեսնողը չկա։ Ուրեմն մեր պարտականությունն է Սուրբ Խաչի այդ լույսը փոխանցել ում։ Փոխանցել մյուսներին, մեր նման մարդկանց, որ նրանք էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար լույսով լուսավորվեն։ Սիրելի հավատացյալներ, այլևս ոչ մի օրենք, ոչ մի ուժ չի կարող մեզ հեռացնել Տիրոջ Սուրբ Խաչից։ Խաչը մեր պապերը պահպանեցին եւ որպես ժառանգություն մեզ փոխանցեցին։ Այն Սուրբ Խաչը, որ մեզ զորացրեց թշնամու հարձակումների ժամանակ եւ վերստին ծնունդով հարություն պարգևեց ազգովի։ Այսօր այդ խաչով է, որ մենք շարունակում ենք մեր դժվարին ընթացքը։ Այդ խաչով է, որ պայքարում ենք հասնելու արդարության։ Խաչն է, որ մեզ ապավեն զորություն, հավատարիմ մնանք Սուրբ Խաչին եւ Խաչալին ու համայն մարդկությանը ցույց տանք, թե ինչպես պիտի հավատարիմ լինել Հիսուսին եւ իր խաչին։ Ինչ է ասում խաչի մասին մեր Տեր Հիսուսը։ Եթե մեկը ուզում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը եւ ամեն օր իր խաչը վերցնի եւ քայլի իմ հետևից։ Քրիստոսի պատգամը մեզ սա է ուսուցանում։ Մեր անձերը ուրանալ եւ խաչը վերցնել եւ գնալ իր հետևից, այսինքն թե անձնական շահերը մի կողմ դնելով ծառայենք հավաքական շահերի համար։ Հայերի մոտ սա չի աշխատում։ Անձնական շահերը մի կողմ դնելով ծառայել հավաքական ազգային շահերի համար։ Քրիստոսի այս խոսքերը մեզ ցույց է տալիս, որ խաչով մենք կարող ենք հեռացնել անձնասիրությունից, հեռանալ եսասիրությունից եւ բոլոր տեսակի մոլություններից, որոնք մեզ հեռու են պահում Քրիստոսի պարգևած եւ տված իրական արժեքներից։ Խաչը վերցնել եւ գնալ Հիսուսի հետևից նշանակում է հեռու մնալ ժամանակավոր սին, փուչ, սուտ, կեղծ, բոլոր տեսակի արժեքներից, նպատակներից եւ գաղափարներից, ինչը այսօր ցավոք սրտի լեցուն է։ Խաչը վերցնել եւ հետևել Քրիստոսին նշանակում է հավիտենականին ձգտել եւ Աստծո խոսքով ապրել եւ ապրել։ Որքան էլ որ խոսենք խաչի մասին, խոսքերը բավարար չեն նկարագրելու եւ բացատրելու Քրիստոսի խաչի ամբողջ եւ ամբողջական մեծ խորհրդի մասին։ Մեզ մնում է աղոթել ամենակալասուն, խնդրելով նրա մեծ ողորմությունը ազգիս հայոց, որպեսզի մենք էլ նրա միածին որդու խաչով զինված եւ զորացած համբերությամբ տանենք այս աշխարհի ու մեր կյանքում տեղ գտած ժամանակավոր եւ շատ սահմանավոր փորձությունները եւ դժվարությունները։ Երևան Սուրբ Խաչի առիթով եկեք բոլորս սիրելիներ ի սրտե աղոթենք Աստծուն ասելով. Քո Սուրբ Խաչը թող մեզ ապավեն լինի Տեր Հիսուս, երբ երևաս հոր փառքով լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք քեզ հուսացողներս երբեք չենք ամաչի, այլ քո մեծ զորությամբ կուրախանանք քո աջ կողմում իբրև լուսով որդիներ, իբրև ցերեկվա զավակներ, Տիրոջ սերը, Տիրոջ շնորհը, առատությունը այս շնորհների Սուրբ Խաչի զորությամբ, պահպանությամբ թող լինի մեր ազգի վրա այժմ եւ միշտև հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ տուր մեզ